Աշունը եւ արևավար կտավները ասես մրցում են իրենց շռայլ գունապնակով։ Այս ուղղակի գույների ուժ գնությունը չի բավարարում, ավելի վառ է իրականում, որը չի ասի օրինակ Ամերիկայի մասին, որտեղ Ամերիկայում արևի գույնը մի տեսակ սպիտակ է, էլի։ Հա, սպիտակից շատ երանգներ չեն ծնվում, իսկ մեր արևի գույնը տեսնում եք ինչ հրաշք է։ 8 տարի հայրենիքից հեռու գտնվելով գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը վերադարձել է ծննդավայր Կողբ եւ տևական դադարից հետո բացել առաջին անհատական ցուցահանդեսը, վերնագրել «Վերադարձ»։ Միացյալ Նահանգներում 5 ամիս առաջ կայացած ցուցահանդեսի խորագիրն էր վերջինը։ Ներկայացված գործերի մեծ մասը վրձնել է Միացյալ Նահանգներից տուն դառնալուց հետո, վերջին 3 ամսում, թանձրացած կարոտով։ Վերադարձ դեպի սկիզբ, արմատները, որտեղից էլ սկսվել էր ամենը։ Ես ճիշտ ասած մի քիչ հուզված եմ, որովհետև 8 տարին քիչ չի ինձ համար, ընդհատումը շատ երկար է եղել, հիմա վերադարձել եմ եւ ամբողջությամբ այդ աշխարհի, իմ ստեղծագործ աշխարհի մեջ եմ եւ ոնց որ վերաքննության պես մի բան է այսօր։ Կողբի գեղարվեստի դպրոցի մարդաշատ պատկերասրահում ջերմ գույների եւ խոսքերի պակաս չկա։ Համերկրացիները խոստովանում են, իրենք էլ Նիկոլի կտավներն էին կարոտել։ Գեղանկարչի 87-ամյա մայրը հիշում է, ամեն ինչ դպրոցից սկսվեց։ Իրան ֆիզիկայի դասատուներ Ընկեր Սահակյանը եկավ ասավ այ լավրադի Նիկոլի ստեմ դաշ չսրորում ասի Ընկեր Սահակյան ծաղորը նկարնի անում ինչ ասի նկարնի այ աղջի ինչի՞ չէ շուտ ասել ասма ուրեմն երեխեն դիրք ունի նկարելու ասի հա անընդհատ նկար ասեմ այսօրվանից Նիկոլը 4-ից 5-ից պակաս չի ստանալու առանց դաս հարցնելու թող ինքը նկարի Իր առաջին լուրջ գործը Նիկոլ Աղաբաբյանը համարում է 33 տարի առաջ վրձնած լույսի գույնը կտավը, երբ ինքն իրեն ասել է, կարծես սկսում եմ նկարել, եւ նկարակալից չի բաժանվում արդեն 50 տարուց ավելի։ Մի քանի հազարի հասնող կտավներից շատերը այսօր աշխարհի տարբեր պատկերասրահներում են եւ մասնավոր հավաքածուներում։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել բազմաթիվ երկրներում։ Հիմա ավելի շատ նկարում է մաստախինով։ Պետք է այնքան վարպետ լինես, որ կարողանաս այս տեխնիկայով աշխատել։ Իր գեղանկարչության մեջ ես ավելի շատ քանդակ եմ տեսնում, ծավալ եմ տեսնում, որովհետև նա ծավալային, այն նման գեղանկարիչներ շատ քիչ կան, որ աշխատում են մաստախինով։ Նիկոլը կարծես այն մի շնչով նկարում է նկարը։ Ստեղծագործողի գերխնդիրը պիտի լինի դերականը տալ։ Աստծուց ստացած շնորհը պիտի ծառայեցնի գեղեցիկի քարոզին, սիրո ավելացմանը։ Դրա համար ես այդ որ ինձ հարցնում են, ասում տխուր գույներն ինձ են պահում։ Տունդարձից հետո նա ոչ միայն բեղուն ստեղծագործում է, այլև վարպետության դասեր տալիս գյուղի գեղարվեստի դպրոցի սաներին, նաև նոյեմբերյան համայնքի տարբեր գյուղերից։ Նիկոլի գալով բավականին հետաքրքիր միջավայր ստեղծվեց, երբ որ մանկավարժությունը եւ գործնական նկարչությունը իրար հետ համակցվեցին եւ բավականին լավ արդյունքատվել, որտեղ արդեն մի ամբողջ ամիսա մենք պլեներների մեջ ենք։ Այս ցուցահանդեսը դեռ կշրջի Հայաստանում, իսկ գեղանկարիչը գյուղում կառուցում է իր տուն արվեստանոցը։ Նրա խոսքով այստեղ ապրելով նա փորձելու է ապրեցնել։ Լիանա Խաչատուրյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։